Պատկերացրեք, հարգելի բարեկամներ, մարդիկ տարիներ շարունակ խոսում են մարտի 1-ի ողբերգությունների մասին, մեռել տուն, հարսնիք տուն, խոսում են հանրապետական բանդայի իրականացրած հանցագործությունների մասին և շատերը անկեղծ։ Իրենց կյանքի մեծագույն ձեռքբերումն են համարում Թավշյա ոչ բռնի հեղափոխությունը, որը տեղի ունեց 18 թվականին, և հետո պարզվում է, որ իրենց կողքը եղել են այդ նույն բանդային ծառայած ազգային անվտանգության ծառայության գործակալներ։ Իսկ գործակալները, ինչպես գիտեք, չեն կարող հեղափոխություն անել այն ռեժիմի դեմ, որին իրենք ծառայել են կամ որի կողմից եղել են հավաքագրված։ Ու հետո պարզվում է, որ իրենց քաղաքական ղեկավարը Նիկոլ Փաշինյանը ֆինանսական ծառայություններ է մատուցել այն ստահակների համար, ովքեր Արցախից բերվել են Հայաստան և բաց են թողնվել ժողովրդի վրա։ Այդ մարդկանց վիճակը։ Եվ իրենք ամեն ինչ պիտի անեն, որ այս խոսքը դա լինի մարգինալ, այն մարդիկ, ովքեր խոսում են լինել մարգինալ, ամենավերջին հայհոյանքները, անեծքները, զրպարտությունները այդ մարդու հասցեին, մարդկանց հասցեին։ Պատկերացրեք, Թավշյա ոչ բռնի հեղափոխությունը իրենց կյանքի մեծագույն գործը համարած մարդիկ մի օր հասկանան, որ դա եղել է սարկած ամբողջապես, իրենց ատելի, գիծ սիրելի, արդեն սիրելի երևի, բայց նաև ատելի, չգիտեմ, ում մոտ ոնց, օրինակ, երբ կներեք այս ձևակերպմանս համար, բոզավարի ինձ փորձում էին կուսակցությունից հեռացնել Նիկոլը, ես սենյակից դուրս եկա, ասի դուք ոնց ուզում եք քվեարկեք, ես չեմ մնա, որպեսզի իմ ներկայությամբ չճնշեմ ձեր որոշման վրա։ Վիլեն Գաբրելյանը իր խորը ակնածանքն էր հայտնում Սերժ Սարգսյանի հասցեին, համեմատելով Սերժ Սարգսյանին Մաքիավելիի հետ։ Այդ ստահակին, այդ հետամնացին, այդ փողասեր, արծաթասեր տմարտին համեմատում էր Մաքիավելիի հետ։ Չէ՞ Վիլեն, ճիշտ եմ, չէ՞ ասում, 10 տարի առաջ էր դա, 2017 թվական հոկտեմբեր, այն նախկին գրասենյակը։ Բայց եղել են նաև մարդիկ, ովքեր անկեղծորեն պայքարել են այդ ռեժիմի դեմ, այս խմբի մեջ։ Եվ հիմա հանկարծ կանգնում են այն փաստի առաջ, որ այնուամենայնիվ հեղափոխությունը եղել է սարկած, և իրենց ատելի համարած Սերժ Սարգսյանն է իրենց բերել իշխանության, այս ողբերգության, այս օրվա, այս ստատուս քվոյի կամ նմանատիպ ստատուս քվոյի, որ կեղտոտ գործ կար անելու, ռեժիմը ընտրել է ամենանենգ գործակալներին, ովքեր գերակատարել են այդ գործը։ Եվ բնականաբար այդ իրականության փաստի առաջ կանգնելու օրը այս մարդիկ ամեն ինչ պիտի անեն, որ հեռենան, որ հնարավորինս ուշ լինի, նրանք ամեն ինչ պիտի անեն, որ այս խոսակցությունները, այսպիսի խոսակցությունները դուրս մղվեն քաղաքական դաշտից։ Հարցեր կհնչեն, նախ ամեն ինչ կանեն, որ այսպիսի հարցեր հանրայինի եթերներում, պարլամենտում չհնչեն, իսկ եթե այնուամենայնիվ ինչ-որ տեղ հարցեր կհնչեն, օրինակ այդ ինչպես ստացվեց, որ բոլորին որոշակի առումով դատական համակարգը, դատաիրավական համակարգը անդրադարձավ, այդ ինչպես ստացվեց։ Սերժ Սարգսյանը մնաց այդ առումով պատկերավոր ասած աշխատավորցով ապրած մարդ, այդ ինչպես ստացվեց։ Այդ երկիրը կեղեքածները, ընտրությունները կեղծածները ինչպես
արդարադատությունից փախան, ձեր արդարադատությունից, եւ եթե այսպեսի հարցեր հնչեն, նրանք պիտի ասեն, դա գիտեք, ինչ կա դատական համակարգը, մեզ չի ենթարկվում, սենց, բայց դրան զուգահեռ ասում ենք հեղափոխություն են արել, բայց դատական համակարգը իրենց չի ենթարկվում։ Այսպեսի հիմարություններ պիտի ասեն, միայն ու միայն, որպեսզի այդ օրը հնարավորինս հեռացնեն, որովհետեւ մեծագույն ֆրուստրացիա պիտի լինի, ոսկեղենիկ հայերենով ասած մեծագույն լոմկա պիտի լինի, մեծագույն ամոթ պիտի լինի ու մեծագույն խարամ պիտի լինի, որ այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ հեղափոխությունը համարել են հարսնիկ տուն, մեռել տուն կանանց հետ զրուցելիս, իրենց քաձերի հետ զրուցելիս համարել են հեղափոխությունը իրենց կյանքի մեծ ձեռքբերումը, հանկարծ պարզվում է, որ դա սարկած բեմականացում է եղել, կեղտոտ սարկած բեմականացում է եղել Սերժի կողմից, Միշիկի կողմից, Գեորգի Կուտոյանի հետ կառույցի կեղտոտ կողմից, բայց այդ օրը գալիս է, այդ օրը պիտի գա, այդ օրը գալու է, այդ օրը գալու է, հեղափոխական արժեքներից բարբաջողներ, այդ օրը մի օր կգա, այս վիդեոները տասնյակ հազարավոր մարդիկ, 100,000-ավոր մարդիկ են նայում, լսում, կարդում, եւ դուք պիտի պատասխան տաք, ոչ միայն Սերժը, այլ նաեւ դուք, հեղափոխական արժեքներից բարբաջողներ։ Սարգսյան Հայկը խոսում է կոռուպցիայի մասին, Ալեն Սիմոնյանի իրականացրածի մասին է խոսում, օրինակ բուկմեյքերական գործունեության է վերաբերվում, անդրադառնում շատ դեպքերում ճիշտ բաներ ասում, բայց կիսատ։ Օրինակ միջազգային բուկմեյքերների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում արգելափակված է։ Ինչ է այս գործունեության, այս բուկմեյքերների գործունեության արգելափակման համար Վիվարոյի տերը Ալեն Սիմոնյանին չէին տեսել կամ որևէ մեկին ԿՊ-ից լուծարված ԿՊ-ից ժամանակին փաստացի լուծարված ԿՊ-ից ով լոբինգ էր անում այդ գործունեությունը, հա? Փաշինյան Նիկոլը տեղյակ չի եղել դրանից Հայկ Սարգսյան, տեղյակ չի եղել։ Դու ուզում ես ասել, այն ինչ արել է Ալեն Սիմոնյանը, դրանից Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի եղել։ Հնարավոր չէ, չէ՞։ Եթե տեղյակ չի եղել, որ նա անմեղ սունակ է, ես չեմ կարծում, որ այս անձնավորությունը անմեղ սունակ է։ Ես կարծում եմ, որ տեղյակ է եղել։ Բա որ խոսում ես Ալենից, ինչու՞ չես խոսում Նիկոլի արածից։ Չկա մեկ բարձրաստիճան ԿՊ-ական պաշտոնյա, Վերմիշան Քերոբյան, դրանց մասին չէ խոսքը, իրենք ԿՊ-ական հետո են դարձել, Վերմիշանը չգիտեմ, միգուցե չի է դարձել, ով ռեալ պատժվել է կաշառակերության համար, միայն Գևորգ Լորեցյանը, բացի Գևորգ Լորեցյանից։ Այլ պաշտոնյա չկա, ինչ հեղափոխական արժեքներից եք խոսում դուք, կաշառակերությունը կոծկող ստահակներ, ինչ կոռուպցիայի դեմ պայքարի մասին եք խոսում։ Մարդիկ ում կառավարման տարիներին Սերժ Սարգսյանը դատարանի որոշմամբ արդարացվեց, պատկերավոր որ ասած ճանաչվեց աշխատավարձով ապրած մարդ։ Մի ԿՊ-ական կար, ում ասում է ձեզ Սերժն է իշխանությունը տվել, բաներ անում, ընկնավորվում էր, հետո որոշակի ժամանակ անցավ, ինձ ասում է հանդիպել եմ Սերժի հետ եւ նա լուրջ առաջարկություն է արել։ Մարդը ասում է հեղափոխություն է եղել Հայաստանում, ասում է մի քանի ամիս, ասում է Սերժը ինձ լուրջ առաջարկություն է եղել, բա որ հեղափոխություն է արել, Սերժը ոնց է կարողանում լուրջ առաջարկություն անել ձեզ։ Ամբողջ դաշտն է կառավարում այդ մարդը, մեդիան, քաղաքական դաշտն է ինքը կառավարում։ Եվ այսպես փորձում եք, քանի որ ֆինանս կա ձեր ձեռքում, վաճառված լրագրողներ կան ձեր ձեռքում, ձեռքի տակ խմբագիրներ կան, դուք փորձում եք այսպես դաշտը պահել կառավարելի, բայց դա բառը դա времени, տղաներ եւ աղջիկներ, այսպես չի մնա։ Այսպես չի մնա։ Ժամանակ կգա, երբ այս ամենի մասին կխոսվի պետական հեռուստաընկերությունում, հանրային հեռուստաընկերությունում եւ ձեր Մաքիավելի մանկլավիկներին ուղղակի շլինքներից կբռնեն եւ կտանեն դատարան։ Իհարկե, եթե մինչ այդ
իրենք չսատկեն։ Ես վստահ եմ, որ եթե հարցում լինի ձեր մեջ, ձեզանից շատերը արդեն թե ով է ամենախոշոր պետական գործիչը Հայաստանի այս 3-րդ հանրապետության, ձեզանից շատերը կասեն Սերժ Սարգսյանը։ Որովհետև ձեր ծնողները նույնիսկ, ձեր հայրերը ձեզ համար այդքան բան չեն արել, ինչքան արել է Սերժ Սարգսյանը։ Բայց Սերժն էլ դա անում էր ձեզ համար, ոչ թե ձեր սիրուն աչքերի համար։ Սերժը անում էր դա ձեզ համար, որպեսզի այս պատասխանատվությունից, մոտալուտ ողբերգության պատասխանատվությունից տարիներ շարունակ ավանտյուրիստական քաղաքականության պատասխանատվությունից խուսափեր, դրա համար էր անում։ Մի խոսքով, Երանի այն օրը, երբ հայը կազատվի հայից, երբ հայը կազատվի ձեզանից եւ տա Աստված այդ օրը բերի հայը, իսկ եթե հայը չբերեց, թող օտարը բերի։ Ես ձեր տիրոջ մերը